Իրան-Ամերիկա լարվածությունը հասել է նոր մակարդակի։ Իսլամաբադում առաջին բանակցությունները արդյունք չտվեցին, իսկ նոր դեռ հարցականի տակ է, ժամանակն էլ արագ սպառվում է։ Ռազմական նոր բախում կլինի, թե դեռ կա դիվանագիտական լուծման հնարավորություն։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցում ենք իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Նախ ինչու ապրիլի 11-ի բանակցությունները արդյունք չտվեցին։ Որն էր պատճառը, որ հարցի շուրջ չկարողացան համաձայնության գալ։ Ողջունում եմ ձեզ եւ ձեր հեռուստադիտողներին։ Պակիստանի միջնորդությամբ Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների առաջին փուլը ստարտը հաջողեց, քանի որ Միացյալ Նահանգները ընդունեցին, որ Լիբանանում եւս հրադադար լինի, որտեղ դա Իրանի Իսլամական Հանրապետության պահանջն էր, որ 15-օրյա հրադադարը պետք է տարածվի նաեւ Լիբանանի վրա։ Եվ հետո արդեն բանակցությունները սկսվեց, Միացյալ Նահանգները 15 կետից պահանջներ ուներ, Իրանը 10 կետից, եւ հիմա հարցը հետեւյալն է, որ բնական է Միացյալ Նահանգները ավելի կենտրոնացված իշխանություն է, նրանց մոտեցումները ավելի պարզ եւ հստակ են, բայց որ գալիս ենք Իրանի կողմը, մենք տեսնում ենք, որ այնտեղ տարբեր կառույցներ կան։ Հիմա դուք պատկերացրեք բանակցությունների խումբը ղեկավարում է խորհրդարանի նախագահը, իսկ այն կողմը կան զինված ուժեր, այն կողմը կա հանրապետության նախագահը, որը դարձյալ ժողովրդի կողմից ընտրված է, բայց հատուկ մասնակցություն չունի այս բանակցություններին։ Այնպես որ իրանցիների համար շատ դժվար է, որ բոլոր կողմերին կարողանան համոզեն։ Իրանում կան շատ ծայրահեղական տարրեր, կրոնական գաղափարախոսությամբ տարված ռազմիկներ, որ ասում են մենք կնահատակվենք, մենք պայքար կշարունակենք, Ղալիբաֆ դու չստորագրես եւ այլն։ Դրա համար խանգարվեց, բայց այսինքն դուք կարծում եք բանակցություններին գնացել այն մարդիկ, ովքեր ունեին ծայրահեղ տրամադրվածություն։ Ոչ, հակառակը ծայրահեղները չէին գնացել։ Օրինակ, դե հիմա պարոն Ջալիլին է հայտնի որպես ծայրահեղականների խոսափող, որը նաև նախագահական ընտրություններին պարտվել էր պարոն Փեզեշքյանին։ Ղալիբաֆ հիմա ներկայանում է որպես ավելի միջին քաղաքականության կողմնակից եւ ինքը նաև ունի հեղափոխության պահակազորի այդ ուրեմն կորպուսի անդամակցության անցյալ, եղել է հրամանատար, այնպես որ մեծ մասը իրեն ընդունում են։ Ուրեմն կամուրջները չայրվեց։ Դրանից հետո շատ կարևոր է, որ Պակիստանը որպես միջնորդ իր զինված ուժերի գլխավոր հրամանատարը ուրեմն Մոնիրը ճամփորդեց Պարսկաստան եւ նորից Միացյալ Նահանգների առաջարկները տարավ Թեհրան։ Հետո ասվեց, որ նաեւ այդտեղից գնացել է ինքը Վաշինգտոն եւ նախապատրաստում էր բանակցությունների երկրորդ փուլը, որը սպասվում է վաղը տեղի կունենա եւ պետք է հիշենք, որ վաղը երկշաբաթյա հրադադարի վերջին օրն է։ Ցերեկվա տվյալներով Միացյալ Նահանգները արդեն հայտարարել է, որ փոխնախագահան ճանապարհին է, բայց իրանցիների կողմից մենք դեռ որոշում չենք տեսել, որ մասնակցելու են, անձամբ ես կարծում եմ, որ կմասնակցեն, քանի որ այստեղ թե իրենց խնդիրները կան եւ թե Պակիստանի միջնորդությունը շատ կարևոր է։ Մի նրբություն, որ այստեղ կա, ինչպես ասացի, իրանցիները առաջի փուլի համար պայման էին դրել Լիբանանի հրադադարը, որ եղավ, երկրորդ փուլի համար պայման են դրել ծովային շրջափակման վերացումը, որը պարոն Թրամփին խնդրել է նաև Պակիստանի ղեկավարը։ Սա շատ կարևոր է։ Ես կարծում եմ առաջիկա ժամերին երևի պարոն Թրամփը մի ձև կգտնի, հիմա կամ ժամանակավոր կերպով այդ շրջափակմանը վերջ կտա, կամ որոշ նավերի անցուդարձը թույլ կտա։ Մենք պետք է հիշենք, որ Չինաստանը նաև ուժեղ հայտարարություն է կատարել, որտեղ ծովային շրջափակման այս որոշումը մեծ հարված է նաև Չինաստանին։ Կարող ենք ասել, որ կողմերը թեև համաձայնության չեն եկել, բայց դռները դեռ բաց են պահում հնարավոր համաձայնության հասնելու համար։ Այսինքն այս փուլում
Իրանը ինչ կարող է պահանջել Միացյալ Նահանգներից, նոր ինչ որ բան պահանջելու է, բացի այն ինչ որ նշեցիք, թե պահանջները մնում են նույնը, Միացյալ Նահանգներինը եւս նույնը։ Պահանջները Իրանի կողմից դե բնական է ուրեմն Հորմուզ նեղուցի եւ ծովային շրջափակման խնդիրն է Սահմանափակումները վերացնել, սառեցված գումարները, այո, որտեղ Իրանի համար շատ կարևոր է, որ նախ պատժամիջոցները վերանան, որովհետև շատ իրենք նեղն են այդ իմաստով, եւ հետո իրենց սառեցված գումարներից մեկ մասը գոնե ստանան, որովհետև իրենք ավելի քան 100 միլիարդ դոլար նավթի գումար ունեն սառեցված Քաթարի բանկերում, Հարավային Կորեայի բանկերում, Հնդկաստանի բանկերում, որ Միացյալ Նահանգները չեն թողնում, որ ստանան։ Միացյալ Նահանգների պահանջների մեջ գլխավորը ուրանիումի հարստացման վերջ տալն է։ Հիմա իրանցիները իհարկե ասել էին, որ հարստացման արգելքը լինի 10 տարի, բայց Միացյալ Նահանգները ըստ երևույթին դրան չի համաձայնվում, խոսում է 20 տարվա մասին կամ անսահմանափակ։ Հետո պետք է Իրանը անպայման իր ավելի քան 400 կիլոգրամ 60%-ից ավել խտացած ուրանը, որը շատ վտանգավոր է եւ կարելի է դրանից նախապատրաստել միջուկային ռումբի գործընթաց, դա պետք է անպայման կամ հանձնի երրորդ երկրի կամ ուրեմն միջազգային հսկողությամբ նոսրացնի։ Ինչ է կարծում, որ հարցն է ամենադժվարը, որ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։ Այսինքն բանակցություններում որ հարցն է խանգարում ավելի շատ հաջողության հասնելու համար։ Կարծում եմ հիմնականում միջուկայինն է, որտեղ դուք տեսեք Թրամփը գիշեր ցերեկ ծաղրում է Օբամա նախագահին, ծաղրում է ուրեմն Բայդեն նախագահին, ասում է դուք շատ վատ պայմանագիր եք կնքել Իրանի հետ, 2015 թվականի պայմանագիրն է ծաղրում, որը սահմանափակում էր Իրանի միջուկային հնարավորությունները եւ 2018 թվականի մայիսին Թրամփ այդ պայմանագիրը պատրեց, ասեց մենք Միացյալ Նահանգների ստորագրությունը հետ ենք վերցնում, քանի որ վատ պայմանագիր է եւ այնտեղ մեր շահերը նկատի առնված չեն։ Հիմա տարիները իբր թե ինքը աշխատում է, որ լավ պայմանագիր ստեղծի, բայց դեռ չի կարողանում։ Մյուս կողմից ինքը հաղթաթուղթի պետք ունի։ Մենք ճանաչելով պարոն Թրամփի բնավորությունը, նա ամեն անգամ տարբեր երկրների ներկայացուցիչների հավաքում է, ձեռքերը բարձրացնում է, տեսեք, ես հաշտություն եմ ստեղծել այս երկրների մեջ, այս ժողովուրդների միջև։ Հիմա էլ անհամբեր սպասում է, որ Իրանի համար էլ մի դրական բան լինի, որ իր համար մի հաղթաթուղթ լինի եւ ներկայացնի, ասի տեսեք, 47 տարի ակնարկում է Իրանի Իսլամական Հանրապետության պատմության։ Ասում է 47 տարի Միացյալ Նահանգների նախագահներից ոչ մեկը չկարողացավ Իրանի հարցը լուծի եւ ես հիմա լուծեցի։ Անկամ ասում է ես ինքս կճամփորդեմ Իսլամաբադ եւ անձամբ կստորագրեմ։ Ուրեմն, բայց փորձագետները են կարծիքին են, որ այս բանակցություններում պարտվող կողմ չպետք է լինի։ Այսինքն երկուսն էլ պետք է հաղթանակի բավարարված դուրս գան պատմուճանով ասպարեզ գան։ Դե Միացյալ Նահանգները ասացի այդպիսով, կասի տեսեք, ես արդեն ուրանը ոչնչացրել եմ եւ այլը, Իրանն էլ էլի հաղթաթուղթ կունենա, կասի տեսակ, ես Հորմուզը մնացի հսկողության տակ, մեր սառեցված գումարները հետ ստացանք եւ պատժամիջոցները վերացավ, օրինակի համար։ Ուշագրավ է, որ բանակցություններին ընթառաջ ասացիք, որ Վենսը արդեն ճանապարհին է եւ վաղ առավոտյան արդեն կլինի Իսլամաբադում։ Միացյալ Նահանգները նավատորմը կուտակում է Պարսից ծոցում եւ արդեն երրորդ ավիակիրն է նաեւ համալրում այդ եղած արկա երկու ավիակիրներին։ Սա ինչի մասին է վկայում, որ բանակցություններում Միացյալ Նահանգները կոշտ դիվանագիտություն է բանեցնելու, թե ինչ։ Դրանք պարզ են, դրանք լծակներ են, դրանք ուժի ցուցադրում են։ Միացյալ Նահանգները 3 ամիս է, որ անընդհատ նոր ուրեմն նավեր է ուղարկում տարածաշրջան եւ ռազմական ուժն Թրամփը հայտարարում է, որ հրադադարը երկարաձգելու ցանկություն չունի եւ չի լինելու այդպիսի բան, այսինքն ամեն ինչ կախված է այս բանակցություններից։ Այսինքն եթե երրորդ ավիակիրն է մոտենում ափերին, դա նշանակում է, որ համաձայնության չգալու դեպքում ռազմական գործողություններ կվերսկսեն։ Ռազմական գործողությունները կարող է սահմանափակ չափով վերսկսեն,
բայց ես չեմ բացառում նաև Պակիստանի խնդրանքով այդ հրադադարի ժամկետը երկարաձգվի, որտեվ մենք չպետք է մոռանանք, որ այս անգամ մի նոր միջնորդ է ասպարեզ եկել, էլ արաբական երկիր չի, Օման չի, Պակիստանն է, Պակիստանը աշխարհի հզորագույն իսլամական երկրներից է եւ միջուկային տիրություն է եւ Միացյալ Նահանգների լավագույն բարեկամներից է, այնպես որ Պակիստանի միջնորդության չի կարելի հեշտությամբ անցնել դրանից։ Ես կարծում եմ Միացյալ Նահանգները անպայման ընթացք կտան Պակիստանի խնդրանքներին։ Հետո Պակիստանը այստեղ մեծ շահախնդիր է, քանի որ մի հետաքրքիր բան կա, ինքը Սաուդական Արաբիայի հետ, որպես դարձյալ հզոր մի իսլամական սուննի երկիր, ունի ռազմական համագործակցության պայմանագիր եւ ինքը Պակիստան հիմա զորք ունի Սաուդական Արաբիայում։ Այսինքն, եթե պատերազմը վերսկսի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը նորից արաբական երկրների վրա հարձակվի, Պակիստանը ոչ թե Իրանին է պաշտպանելու, Պակիստանը Սաուդական Արաբիային է պաշտպանելու։ Այսինքն, այս դեպքում ինքը միջնորդ է, բայց եթե պատերազմը այո, ինքը ընկու։ Դրա համար Պակիստանի դերը շատ կարևոր է եւ ես հույս ունեմ, որ կհաջողի։ Իրանական աղբյուրները խոսում են ամերիկյան չափազանց մեծ պահանջների մասին։ Ինչ պահանջների մասին է խոսքը։ Հիմա տեսեք օրինակ պարոն Ղալիբաֆը ինքը Իրանի պետական հեռուստատեսության ելույթ ունեցավ, մտերիմ զրույց ժողովրդի հետ եւ պարզ ասեց, որ ժողովուրդ ջան, պարզ է, որ մեր դիմացի երկիրը շատ ավելի հզոր է, շատ ավելի մեծ հնարավորություններ ունի։ Մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց մենք հանուն մեր գաղափարախոսության, հանուն մեր նվիրվածության կարողանում ենք դիմադրենք, պայքարենք։ Այսինքն ինքը պարզ ասած։ Իսկ մյուս շրջանակները, ծայրահեղ շրջանակները, այո, խմբագրականներ են գրում, հետո ցույցեր են կատարում, արդեն ասենք պարոն Զարիֆի տան մոտ ցույց ա եղել։ Զարիֆը գիտեք ո՞ն այսպես ասած միջին քաղաքականության կողմնակից արտաքին գործերի նախարար էր, հետո Ռուհանիի դեմ մեծ ցույցեր են կազմակերպում, քննադատում են, այնպես որ Իրանում հիմա քանի խմբակցություններ կան եւ դրանց իմի բերելը իսկապես շատ դժվար է եւ հիմա Ղալիբաֆը հանձն է առել այդ առաքելությունը, հույսով ենք որ գահաճողի, ըստ երևույթին ասում են որ ինքը ունի երկրի առաջնորդի հովանավորությունը, բայց մենք դարձյալ նկատում ենք, որ հեղափոխության պահակազորի կորպուսից կան, որ իրեն քննադատում են։ Որոշ վերլուծաբաններ, իրանագետներ ավելի ճիշտ ասում են, որ այս իրավիճակում, երբ կողմերը ընդհանուր համաձայնություն չունեն ընդհանուր հարցերի շուրջ, կրկին վերադառնում են փակուղային տրամաբանությանը, համաձայն եք։ Այո, ասացի, կան ծայրահեղական խմբեր, որոնց համար տնտեսությունը կարևոր չի, որոնց համար զենքի պակասը կարևոր չի, իրենք նահատակության նպատակով մտածում են, որ կարող են իրենց նպատակներին հասնել։ Փակուղային տրամաբանությանն են վերադառնում, հաջորդ քայլը ո՞րն է։ Դե հիմա Իրանի համար ամենամեծ լծակը, որ իրենք ունեն, դա Հուրմուզի ջրանցքն է, որ Հուրմուզի ջրանցքը փակելով մեծ խնդիր են ստեղծում աշխարհում, տնտեսչական իմաստով, նավթի գնի իմաստով, արդեն տեսնում ենք, որ անգամ Հայաստանում բենզինը թանկացել է։ Բոլոր երկրներում մենք լսել ենք, որ թանկացել է, բայց արդեն արձագանքները Հայաստանն էլ ասել է, թե նավթային արտադրանքների իմաստով եւ թե մթերքի մյուս նյութեր, հետո մենք հիմա մեծ թվով գործարարներ ունենք, որոնց բեռները ամբողջությամբ մնացել է Դուբայում, մնացել է իրանական նավահանգիստներում։ Իրանը շատ լավ կարողանում է օգտվի այդ լծակից, որ ունի։ Ինչ եք կարծում, բանակցություններում ով առաջինը պետք է զիջի, Վաշինգտոնը թե Թեհրանը։ Իհարկե ըստ էության զիջումներ պետք են ամեն դեպքում, ինչ որ որևէ կողմ պետք է զիջումների գնա, համաձայնվի, դա որ երկիրը պետք է լինի ըստ ձեզ։ Դուք իրավացի եք, ուժերի հավասարակշռության իմաստով բնական է, որ Իրանը պետք է զիջի, բայց մյուս կողմից Իրանը շատ լավ գիտի պարոն Թրամփի Վաշինգտոնի խոցելի կողմերը, որոնք են խոցելի կողմերը։ Միացյալ Նահանգները ավելի ժողովրդավարական երկիր է,
իշխանությունները հաշվետու են ժողովրդին, հաշվետու են կոնգրեսին։ Կոնգրեսը ամեն օր բացատրություն է պահանջում։ Դեմոկրատական կուսակցությունը խնդիրներ է ստեղծում, բայց այս կողմը այդպես չի, Իրանում այդքան էլ հանրային կարծիք, ասենք խորհրդարանի պահանջ թույլ է այդ իմաստով։ Եվ քանի որ Թրամփը միշտ հայտարարել է, որ ինքը սիրում է, որ հարցերը շատ արագ լուծի, իրանցիները գիտեն, որ կարող են այդ լծակներով իրենք էլ մի բաներ ստանան, մենք նաև չպետք է մոռանանք, որ Իրանին լավապես օժանդակում են Չինաստանը եւ Ռուսաստանը, արդեն հենց երեկ էլ Չինաստանը մի ուժեղ հայտարարություն է կատարել ծովային շրջափակման կապակցությամբ, որտեղ Իրանը օրական 2 միլիոն բարել նավթ է արտահանում, դրա գումարը լինում է մոտ 19 միլիոն դոլար եւ դրա 90%-ը գնում է Չինաստան եւ հիմա Միացյալ Նահանգները փակել է, չի թողնում որ այդ նավթը դուրս գա եւ դրա համար Չինաստանն էլ խիստ հայտարարություն է կատարել, որ այս վիճակը հնարավոր չի շարունակել եւ Միացյալ Նահանգները պետք է այդ ծովային շրջափակման վերջ տա։ Եթե կարճ ամփոփենք մեր զրույցը, դուք ինչ եք ակնկալում վաղվա բանակցություններից, որ համաձայնության կգան եւ հրադադարը կերկարաձգվի։ Հրադադարը կարծում եմ կերկարաձգվի, ինչպես ասացի, այդտեղ Պակիստանը շատ կարևոր խոսք ունի ասելու եւ կարող է որ մեկ քայլ եւս մոտենան պայմանագրին։ Հիմա ես չեմ կարծում հենց այդտեղ ամեն ինչ կազմվի եւ ստորագրվի։ Դե բնական է իրանցիները կասեն հետ երթանք Թեհրան, մեր խորհրդարանի հետ քննարկենք, մեր առաջնորդի հետ քննարկենք, դարձյալ գծկծկվի, բայց մի եզրակացությունների գահացնեն, որ կողմերին բավարարի եւ ինչպես ասացի, պարտվող կողմ չլինի։ Կարող ենք ասել, որ սա վերջին շանսն է գլոբալ պատերազմից խուսափելու համար։ Այո, որովհետև գիտեք Թրամփի համբերությունն էլ հատում է, ինչպես մի քիչ առաջ էլ հենց ակնարկում էի, Ամերիկայում կան նաև մի շարք ուրիշ խնդիրներ, այդ թանկացումները մեծ ճնշում են քաղաքացիների վրա, երկրորդը փորձագետներ են կարծիքին են, որ Սպիտակ տունը պետք է արագ այս հարցերը վերջ տա, քանի որ արդեն նոյեմբերի միջանկյալ ընտրություններն ունեն կոնգրեսի, կան մեկերն էլ, որ խոսում են անգամ ֆուտբոլի աշխարհի գավաթի մասին, որը դել հունիս ամսին է, մտածում են ինչպես կարելի է նման մի մեծ միջոցառում դու հյուրընկալես, բայց պատերազմական պայմանների մեջ լինես, պետք է մենք հիշենք նաև, որ Իրանը եւս մասնակցում է աշխարհի գավաթի։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։ Ցտեսություն։